Այս դաշտավայրում 1918 թվականի մայիսին հայ ժողովուրդը հերոսական մարտի ելավ երկիրը ներխուժած թուրքական զավթիչների դեմ։ Եվ ահա 50 տարի անց հայ ժողովուրդը նորից հավաքվել է այստեղ ներկա գտնվելու Սարդարապետի ճակատամարտի հերոսներին նվիրված պարկ հուշարձանի բացմանը։ Այստեղ են Հայաստանի կոմունիստական կուսակցության և կառավարության ղեկավարներ, հերոսական ճակատամարտի մասնակիցներ, հեղափոխության պայքարի մարտիկներ։ Աշխատավորների միտինգը բացված է։ Ձայնը տրվում է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին։ Նա ասում է. Սարդարապետի հերոսամարտը անտառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ։ Դա համաժողովրդական մի կռիվ էր պատվի ու գոյության համար։ Սարդարապետի ճակատամարտի հերոսների թափածարյունը զուր չի անցել։ Ելույթ են ունենում Հայաստանի մտավորականության ներկայացուցիչներ, հերոսամարտի մասնակիցներ և աշխատավորության ներկայացուցիչներ։ Պարկ հուշարձանը բացված է։ Թող այս պարկ հուշարձանը հավերժացնի արծվասիրտ հերոսների վառ հիշատակը։